Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, այո, դիտում էինք Մատյանը Մարտիրոսարյանի մասին, հայկական հողն ու ջուրը, արևը եւ իհարկե այդ հողում եւ մեր հայկական ջրով սնված, աճած խաղողը, որը անբաժան է թե մեր նկարչության մեջ, թե մեր արվեստի բոլոր ճյուղերի, կլինի ճարտարապետություն եւ ինչու ոչ նաեւ գալիս ենք հայկական խոհանոց, որտեղ խաղողը դառնում է հրաշալի գինի։ Խոսելու են գինիների մասին, ինչու այսքան երկար, որովհետև գինին, կարծում եմ, հայկական հող ու ջրից ծնված ամենահայտնի, գոնե մենք այդպես ենք կարծում աշխարհում, միրգն է։ Եվ այս առիթով ունենք շատ հետաքրքիր հյուր Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյան։ Ողջույն Զարուհի, ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Հանդիպել էինք գրեթե 2 տարի առաջ եւ կրկին շատ գինոտ ու սիրուն զրույց էինք ունեցել, հուսով եմ այսօր նույնպես այդպես կշարունակենք։ Հետաքրքիր նորություններով եք Այո, տեղեկացնեմ սիրելի հեռուստադիտողներ, որ Հայաստանն իր անմահական գինիներով հերթական անգամ մասնակցել է միջազգային ցուցահանդեսի, ինչպես նաև ֆոտոցուցահանդեսի, որտեղ էլ ներկայացրել է մեր երկրի գինեգործության պատմությունն ու մշակույթը։ Դե ինչ Զարուհի, մանրամասնեք մի փոքր։ Շնորհակալ եմ հրավերի համար, հաճույքով կներկայացնեմ մեր հերթական ձեռքբերումները։ Գնանք Փարիզ։ Ճիշտ գնացել վերադարձել եք, մեզ տարեք, խնդրում ենք։ Շարունակում ենք մասնակցել միջազգային ցուցահանդեսներին, մեզ համար շատ կարևոր հարթակ է երկիրը ներկայացնելու, Հայաստանի գինեգործությունը ներկայացնելու, քանի որ մասնակցում ենք ազգային տաղավարով, այսինքն ազգային տաղավարի տակ ներկայացված էին 23 գինեգործական ընկերություն, տարբեր շրջաններից, տարբեր հետաքրքիր տեղացի սորտերով պատրաստված գինիներով, որը շատ հետաքրքիր եւ գրավիչ է դարձնում ամբողջ աշխատանքը, որը մենք իրականացնում ենք ցուցահանդեսի շրջանակում։ Մեծ համար շատ կարևոր է արտահանել հայկական գինին, որովհետև մենք ունենք յուրահատուկ խաղողի սորտեր եւ հետաքրքիր ոճային գինիներ եւ կարծում ենք, որ ներկայացված լինելով գնողունակ եւ գինի սպառող երկրներում դա մեզ կօգնի, որպեսզի մենք մեր ուրույն տեղը գրավենք միջազգային քարտեզի վրա որպես հնագույն գինեգործական երկիր։ Եվ շատ ուրախանում ենք, որ բավականին բարձր են գնահատում մեր գինիները միջազգային փորձագետների կողմից եւ մենք փորձում ենք տարբեր հետաքրքիր ծրագրերով ներկայանալ նաեւ այլ երկրներում, այլ միջոցառումների շրջանակում ներկայացնել հայկական գիները, որը մեզ ճանաչելի է դարձնում եւ ուզում եմ նաեւ ուրախալի փաստով կիսեմ ձեզ հետ, որ նախորդ տարվա համեմատ այս 2024 թվականի համեմատ 2025-ին մոտ 25% աճ ունենք արտահանման եվրոպական շուկա, իսկ գնային արժեքով շուրջ 45%։ Սա վկայում է նրա մասին, որ մեր գինիները բարձր են գնահատվում եւ իրենց ուրույն տեղն են գրավում նաեւ հոռեկայի սեգմենտում, որտեղ ավելի շատ ռեստորաններում եւ մասնագիտացված խանութներում են ներկայացնում, որպես յուրահատուկ հետաքրքիր երկիր։ Զարուհի, խոսեցիք արտահանումից, իսկ նման փորձի փոխանակության արդյունքում արդյոք գինիներ չեն բերվում Հայաստան։ Մենք այստեղ ունենք տարբեր երկրների գինիներ, բայց գուցե այս նմանատիպ ձևաչափը ավելի հեշտացնում է եւ ավելի գնային առումով հասանելի է դարձնում գինին։ Ինչ որ միտեղ կարող է դա խանգարում է ներքին շուկայում հայկական գինիների սպառմանը, բայց մյուս կողմից ուրախալի փաստ է, որ սկսել են գինի խմել։ Մենք ունենք այդ խնդիրը, իհարկե մենք շատ ակտիվ նախորդ մեր հենց հարցազրույցում ասում էիք, որ գինի խմելու մշակույթը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ։ Ունենք փաստորեն բարելավում։ Այո, ունենք բարելավում, չենք կանգնում ստացված արդյունքների, այսինքն մեր դեռ գոհացուցիչ չեն արդյունքները, բայց կարծում եմ այո, ինք փոխվում է, եթե 2014 թվականին մեկ շնչի հաշվով սպառվում էր 1.2 լիտր, հիմա շուրջ 5 լիտր է սպառվում, բայց դա իհարկե կարող ենք ավելացնել, որովհետև գինին դա ալկոհոլային խմիչք չի, այլ գինին շատ հետաքրքիր ինքը շշալցված արվեստ է, մեր պատմությունն է, մեր ժառանգությունն է, գինին կարող է դառնալ երկրի բրենդ, գինու զբոսաշրջությունն է զարգանում Հայաստանում, գյուղատնտեսության կարևոր ճյուղն է հանդիսանում խաղողագործությունը, կարծում եմ, որ
ավելի լավ է մենք օգտագործենք մեր ազգային խմիչքը կամ ներմուծենք օրինակ բայց ունենք ներմուծում ամեն դեպքում ունենք գինիների մասով ունենք իրականում գինու սիրահարների շրջանակը բավականին յուրաքանչյուր տարի ավելանում է եւ ինչու ոչ թող փորձեն նաեւ այլ ռեգիոնների այլ երկրների գինիներ բայց իհարկե շեշտադրումը դնենք մեր ազգային վրա։ Ասացիք դառնա բրենդ, Զարուհի Հայաստանի բրենդը դառնալու որ ճանապարհի, որ աստիճանի վրա է։ Իրականում բավականին մեծ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, որովհետև բացի ցուցահանդեսներ մենք տարբեր հարթակներում ներկայացնում ենք գինին, օրինակ գինիները ուղարկում ենք միջազգային մրցույթների, հրավիրում ենք միջազգային լրագրողների, որպեսզի իրենք գան բացահայտեն եւ երևի յուրաքանչյուր տարի շուրջ 50-ից ավել մենք ունենում ենք միջազգային հոդվածներ տարբեր մամուլներում հրապարակված, դա ճանաչելիության առումով բավականին լավ հետաքրքիր գործիք է եւ մարդիկ եթե լսել են ու գիտեն Հայաստանի մասին ու փորձել են հայկական գինին կամ կարդացել են, դա ոնց որ նաեւ ճանաչում է բերում, որ Հայաստանը գինեգործության բնօրանն է, ամենահին գինեգործական երկրներից է եւ վերջին տարիներին նաեւ քանի որ զբոսաշրջություն է զարգանում գինու, շատ մարդիկ գալիս են Հայաստան հենց բացահայտելու որպես հնագույն գինեգործական երկիր։ Զարուհի ամեն դեպքում մեծ աշխատանք տարվում է նկատելի է եւ հատկապես տեղեկատվության առումով, տեղեկատվության տարածման առումով, բայց այդուամենայնիվ հաշվի առնելով նախ որ մեր հարևան Վրաստանը արդեն իսկ կարծես թե գինին դարձրել է իր այցեքարտը, չէ՞ որ այն ժամանակ կոնյակներ մերը։ Հիմա կոնյակներ մերը չէ, գինին վրացիներինն է եւ մեր ոչ բարեկամ կամ մեզ շատ սիրող երկրները այնպես են անում, որպեսզի մեր հատկապես գինու խմիչքների թեման Հայաստանի համար փակված լինի դրսում որպես այցեքարտ։ Այս առումով չի բարթացել արդյոք գինին այցեքարտ դարձնելու այդ ճանապարհը եւ հայկական իսկապես գինեգործությունը որպես Հայաստանը բնորան այս տարածքը բնորան ներկայացնելու ինչ լուծումներ ճանապարհներ եք գտնում, որպեսզի նրանք չկարողանան խանգարել։ Իրականում ինձ ուրախացնում է այդ փաստը, որ իրանք մեզ խանգարում են, ուրեմն իրանք լուրջ մրցակից են մեզ դիտարկում։ Դա փաստերով է ապացուցված, այսինքն մենք ուղղակի օդում չենք ասում, որ մենք ամենահինն ենք, մենք փաստերով ենք խոսում, վկայությունները ամենուր են եւ հիմա էլ մենք աշխատանք ենք տանում մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի օրինակ մեր Արենի 1 հնձանը գինու կարողանանք գրանցենք ՅՈՒՆԵՍԿՕ-ում եւ պահպանության տակ առնենք։ Մենք փաստերով ենք խոսում, գիտական աշխատանքներով ենք խոսում եւ մենք իրականում մրցակցությանը չեմ կարող ասել, որ մենք չենք էլ պայքարում իրենց հետ, որովհետեւ երկու երկրներն էլ հետաքրքիր են իրենց մշակույթով, իրենց պատմությամբ, բայց երբ որ փորձագետները այցելում են Վրաստանի մասին, Վրաստան կամ այլ երկրներ, որոնք որ նաեւ Վրաստանը չի խանգարում է, բայց իրենք վկայում են, որ յուրաքանչյուր երկիր ինքը յուրօրինակ է ու տարբերվում է։ Մենք չենք կարող այլ երկրների հետ մրցել, որովհետև մեր արտադրության ծավալը այնքան սահմանափակ է։ Մենք 14 միլիոն լիտր գինի ենք արտադրում, եթե մեզ համեմատեմ այլ երկրների հետ, գրեթե չկան մեծ նման երկրներ։ Դրա համար մենք մեր ռազմավարությունը այնպիսին է, որ յուրաքանչյուր խաղող, որը մենք օգտագործում ենք գինու արտադրության համար, լինի բարձրակ գինու նպատակով մշակվող խաղող լինի։ Մենք շեշտադրումը դնում ենք բարձր որակի վրա, մենք շեշտադրումը դնում ենք մեր զբոսաշրջության վրա եւ կարծում եմ, որ դրանով իսկ հետաքրքիր ենք եւ գրեթե ես այդ խոչընդոտները իմ աշխատանքի մեջ համենայն դեպս չեմ զգացել։ Երբ որ դու աշխատանք ես տանում, ներկայացնում ես պրոֆեսիոնալ ձևով, մարդիկ գալիս են իրենք են այդ փորձառությունը զգում քո երկրում, կարծում եմ այդ տպավորությունները անմոռանալի են եւ իրականում մենք շատ փորձագետների հետ ենք աշխատում ու հրավիրում ենք Հայաստան, եթե 2017 թվականին մենք փորձում էինք իրենց ներգրավեինք ծրագրերի մեջ ու մերժում էինք ստանում, որովհետեւ իրենց Հայաստանը հետաքրքիր չէ։ Հիմա մենք ենք այդ առաջարկները ստանում, որովհետև իրանց է հետաքրքիր բացահայտելու մի յուրահատուկ երկիր եւ երբ որ իրենք գալիս են այդ փորձառությունը ունենում են, տպավորվում են, իրենք դառնում են մեր դեսպանները։ Առանց ես ինքս մեկ-մեկ տեսնում եմ, որ մեր գործընկերները առանց մեզ տեղյակ պահելու հայկական գիների համտես են կազմակերպվում, եւս մի հոդված են գրում, հա, օրինակ
երբ որ մենք առաջի անգամ Forbes-ին բերեցինք Հայաստան, ինքը ասաց, որ ոչ մեկին չտեղեկացնես, որ ես Forbes-ի լրագրող եմ։ Ես կտպավորվեմ, կգրեմ, եթե չէ, ես չեմ գրի։ Ասացի արի, որովհետև իսկապես շատ ռիսկային էր, գումար ես ծախսում, հրավիրում ես, եկել էր եւ մենք մի հոդվածի փոխարեն 2 ունեցանք, հետո 3-ը ունեցանք։ Մենք ոչ մի գումար չենք տվել հոդվածները գրելու համար, բայց իրենք այնպես են տպավորվել, որ դեռ այդ երկար այդ հիշողությունը կա եւ իրենք մեզ հետ միասնական այս աշխատանքը տանում են եւ մեզ օգնում են, որ մենք մեր ձայնը էլ ավելի լսելի լինի։ Խոսելով տպավորելու մասին, վերջին, որ գնացել եք Փարիզ, այնտեղ նաեւ ֆոտո ցուցահանդեսի եք մասնակցել, այսինքն ոչ միայն գինու լեզվով եք խոսել, մի փոքր կուզենք, որ այս մասին եւս պատմեք։ Հիշում եմ, որ առաջի անգամ 2017 թվականին այցելեցի աշխարհի ամենամեծ գինու թանգարանը եւ բոլոր երկրները ներկայացված էր բացի Հայաստանից։ Չեք պատկերացնում, ինչ մեծ ցավ ապրեցի, որ ոչ միտեղ նշված չէր Հայաստանը որպես գինեգործական երկիր եւ այդ պայից եւ այդ շատ ակտիվ սկսեցինք իրենց հետ աշխատել, որ հնարավորություն ունենանք ինչ որ միտեղ Հայաստանը ներկայացնել։ Հետո համտես շնորհանդեսներ արեցինք թանգարանում, իրենք շատ տպավորվեցին, դարձան մեր լավ գործընկերները եւ արդեն այս տարիների շարունակ երևի 2017 թվականից մենք սկսեցինք իրենց հետ համագործակցել եւ ամենակարևոր ձեռքբերումը այն էր, որ թանգարանի 10-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես կազմակերպեցին լավագույն գինու շրջանների ֆոտոներով, լուսանկարներով ներկայացրեցին ռեգիոնները եւ Հայաստանը վայոց ձորով բավականին լավ ներկայացված էր ու տպավորիչ էր ու մեր գործընկերները ասացին, որ շատերն են, որտեղ շատ գեղեցիկ նկարով ենք ներկայացել, շատ տպավորիչ է, այսինքն մի նկարով դու կարողանում ես քո ամբողջ տերոարը ներկայացնել ու յուրահատկությունը տերոարային եւ բացի դրանից նաեւ իրենց գալա ընթրիքին ներկայացրել էին հայկական գինի, կարասում պատրաստված եւ շատ դրական կարծիքներ ենք ստացել, միայն հայկական էին ներկայացրել, մեզ ոնց էր նաեւ տպավորված ներկայացրեցին գինիները, որը շատ մեզ համար եւս մեկ անգամ լավ ձեռքբերում էր, որ նման մեծ միջազգային հարթակում ներկայացվել է Հայաստանը, շարունակելու ենք իհարկե իրենց այդ աշխատանքը, արդեն իսկ Հայաստանը ներկայացված էր թանգարանը որպես գինեգործական երկիր, պետք է աշխատանք տանել, մարդիկ չգիտեն, տեղյակ չեն։ Շատ անգամ երբ որ ներկայացնում ես, որ դու հնագույն գինեգործական երկիր ես, զարմանում են, ասում, ինչի մենք ձեր մասին չգիտենք։ Մենք էլ ասում ենք, որ մենք դիրքավորում ենք մեզ որպես վերածնունդ ապրող, որտեղ բոլորս գիտենք, որ ինչ որ մի ժամանակ կորցրել ենք մշակույթը, սպառման, նաև արտադրության, ուրախություն մեզ իհարկե զարգացել է կոնյակագործությունը, բայց միևնույն ժամանակ այդ խորհրդային միության ժամանակ կորցրել ենք այն տեղացին հետաքրքիր սորտերը, որոնցով կարող էինք պատրաստել եւ ճանաչելի դառնալ հետաքրքիր գինիներով, սակայն վերջի տարիներին իշնորհիվ մեր, ես ուզում եմ անպայման նշել, որ իշնորհիվ մեր գինեգործական ընկերությունների, որովհետեւ չեք պատկերացնում ինչ միասնական, ինչ մեծ ընտանիք ենք մենք ու բոլորս համախմբվել ենք մի նպատակի շուրջ, հայկական գինին դարձնել ճանաչելի եւ շնորհակալ եմ, որ իրենք մեծ պատասխանատվությամբ են մոտենում աշխատանքին, ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի յուրաքանչյուր շիշ որ արտադրվում է լինի որակյալ, այդ բարձր ստանդարտներն են պահում եւ միասնական, երբ որ մենք ցուցահանդեսներին մասնակցում ենք, այնտեղ իսկապես նենց հետաքրքիր տրամադրություն է, որ չես կարող ասել, որ իրենք տարբեր ընկերություններ են ներկայացնում իրար աջակցելով։ Ես նկատելի է միակ ոլորտն է, ես նկատել եմ շփվելով տարբեր առիթներով գինեգործների եւ գինի արտադրող ընկերությունների, իրար շփմանը եւ նկատելի է շատ ջերմեն, շատ առողջ մրցակցային ու շատ օգնող իրար, ինչը մեր Հայաստանի նման փոքր երկրին միայն հարկավոր է եւ ողջունելի։ Իրականում այո, շնորհակալ եմ իրենց եւ հիմա ինչ որ մի երկրում, ինչ որ մի հետաքրքիր նախաձեռնություն որ կա, երբեք չեմ զգում կամ չեմ նկատում, որ չեն աջակցում, պատրաստական չեն, եթե կարիք կա անգամ մեզ հետ կգան, կներկայացնեն, բոլորս հասկացել ենք, որ միասին կարող ենք հաջողել եւ
որտեղ չենք կարող մրցել այլ երկրների հետ։ Մենք չենք կարող մրցել Ֆրանսիա, Իսպանիա, Չիլի, Իտալիա, Նոր Զելանդիա, չգիտեմ, բայց մենք կարող ենք միասին մեծ ուժ լինել եւ դռներ բացել եւ մեր մասին խոսել, ներկայացնել։ Բոլոր ոլորտներում մենք ունենայինք նմանատիպ կուր հոգեբանություն եւ եթե չեմ սխալվում, առաջիկայում Ճապոնիա եք գնալու։ Մի փոքր այս մասին էլ պատմեք։ Ճապոնիան շատ հետաքրքիր շուկա է, շատ բարդ, որտեղ ասիական շուկան իսկապես շատ բարդ է, նախ առաջի հերթին այնտեղ ներկայանալու եւ ինչ որ հաջողություններ ձեռք բերելու առումով պետք է այդ մարդկանց մենտալիտետը հասկանաս, ճանաչես, իմանաս ինչ կոնկրետ պրոդուկտ ես ներկայացնում իրենց համար։ Բայց անցած տարի մի հետաքրքիր ծրագրի մասնակցեցինք, իմ գործընկերուհին գրանտային ծրագիր շահեց, Ճապոնիայի կառավարությունը մեզ աջակցեց մասնակցելու ցուցահանդեսին, դա մեր առաջի քայլն էր Ճապոնիայում եւ պատկերացրեք շատ հետաքրքիր ձևաչափով ներկայացանք, այնտեղ միակն էինք, որ ազգային տաղավարով էինք հանդես եկել եւ բոլորի ուշադրությունը մեր կողմն էր, այսինքն իրենք առաջի անգամ առանձնացրել էին Foodex Ճապոնիա ցուցահանդեսի ալկոհոլային բաժինը առաջի տարին էր եւ մենք մասնակցել էինք ազգային տաղավարով, ամբողջ մեդիայի ուշադրությունը մեր վրա էր, բավականին հետաքրքիր ինտերվյուներ եւ այլն ու շատ ակտիվ էր տաղավարը ու շատ էին հավանում գինիները, շատ հավանել էին մեր նռան գինին ու հրավիրում էին գործընկերներ, եկեք ինչ որ էկզոտիկ գինի են գտել, եկեք փորձեք, շատ մեծ էր տպավորությունը եւ այս տարի գինեգործական ընկերությունների կողմից արդեն հետաքրքրությունը ավելի շատ էր մասնակցելու, անցած տարի 10 գինեգործական ընկերության հետ էինք մասնակցում, այս տարի 18-ի հետ կգնանք։ Տպավորությունը այնպեսին է, որ դժվար է այդ շուկան մտնել իրականում, բայց եթե հաջողություն ունենանք, շատ երկար կմնանք այդ շուկայում։ Եվ քանի որ Ճապոնիայում եւ գինու մշակույթը սպառման Զարգացած է։ Այո, զարգանում է, հետաքրքրությունը երիտասարդների շրջանակում բավականին մեծ է, իսկ ամբողջ աշխարհում գինու սպառումը նվազում է, ալկոհոլի սպառումը նվազում է հիմնականում երիտասարդների շրջանակում, բայց այդ երկրում հակառակը երիտասարդները ավելի շատ գինի են նախընտրում եւ կարծում եմ, որ եթե մենք շարունակաբար աշխատենք ու ներկայացնենք մեր գինին, որտեղ մի ցուցահանդեսը դա ոչինչ է, մենք պետք է երկարաժամկետ գործընկերային իրենց հետ աշխատենք, որպեսզի մեր ուզած հաջողություններ գրանցենք, բայց եթե այդ շուկայում ներկայացված լինենք, կարծում եմ, որ շատ երկար կմնանք այդ շուկայում։ Երևի վերջին հարցը, բայց ինձ շատ հետաքրքիր է, հատկապես Ճապոնիայում եւ դրսում։ Հայկական քաղցր թե չոր գինիներն են նախընտրում։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև երբ որ ինձ առաջարկ ենք ստանում համագործակցության, իրենք նաև իրենց նախընտրություններն են մեզ ներկայացնում, օրինակ Ճապոնիան հստակ ասել է վարդագույն գինիներ չբերեք, հնեցված գինիներ չբերեք, շատ թունդ ալկոհոլային բարձր ալկոհոլով գինիներ չբերեք, բայց ավելի կարմիր ու թեթև սպիտակ, հա, եւ մենք այդպես էինք ներկայացնում, բայց նաև մեզ համար ռիսկային էր ներկայացնել այլ մեր մրգային գինիները ու հաջողեցինք, որովհետեւ իրենք երևի չգիտեն մենք այլ ինչ հետաքրքիր գինիներ ունենք, իհարկե մրգայինը կոչել գինի սխալ է, բայց մենք դեռևս հիմա ծրագիր ենք իրականացնում, իհարկե ժամանակի առումով երբեմն շատ զբաղված ենք լինում, չենք հասնում այդ կետին, բայց ուզում ենք մեր նռան գինին գրանցենք որպես ազգային խմիչք եւ ներկայացնենք աշխարհին մեր յուրահատուկ ազգային խմիչքը որպես տենց ոչ թե նռան գինի, այլ օրինակ ինչ-որ մի հետաքրքիր աշխարհագրական տեղանունով, ինչպես տեկիլան է, հա, ասենք շատ երկրներում բացառիկացնել եւ ճանաչել հուսով եմ կարագացնեք process-ը եւ մեզանից ոչ մեկ առաջ չի լինի եւ կհաջողեք այդ հարցը։ Շնորհակալ եմ, շատ հրավերի։ Շնորհակալ ենք Ֆրենքել հետաքրքիր զրույցի համար, այո, զուր չէ որ գինուն ձոնում են բանաստեղծություններ, երգեր, այո, խոսում վկա է մեր պատմության, մեր մշակույթի։ Շնորհակալություն ձեզ։ Բարև երկիրը շարունակվում է, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցում էինք Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ, մնացեք մեզ հետ։